Ձեր քաղաքացիական պարտքը կատարեցիք, ինչ հույսով, ինչ ակնկալիքով։ Ողջույն ձեզ, ավելի գեղեցիկ, ավելի քրիստոնյա Էջմիածին ունենալու համար, վաղը մեր Էջմիածինը նոր առավոտ է ունենալու, վստահ եմ։ Ես ձեր եթերից ուզում եմ նաև շնորհավորեմ այսօր մեր վաղամեռիկ համայնքապետ Փարաքարի Վալոդիա Գրիգորյանի 42-ամյակն է այսօր եւ հենց այս պարզ իրաճակատին նայելով իր երեխաներին նայելով ասել, որ իր արած գործը, իր հաղթանակները մենք այսօր երեկոյան նորից էլի իլուր աշխարհի ստեղից հայտնելու ենք, որ ստեղից հաղթանակի տեղ է սա Էջմիածինը ու մենք մեր հաղթանակը նվիրելու ենք Վալոդիա Գրիգորյանի հիշատակին այսօր։ Հանուն ինչի ընտրեցիք, թեպետ մի քանի բան նշեցիք, այդուամենայնիվ հանուն ինչպիսի մթնոլորտի եւ հստակ կան բաներ, որոնք ցանկանում եք, որ այս ընտրությունից հետո փոխվի քաղաքում։ Ուրեմն ասեմ, քաղաքում չէ, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում այս ընտրությունից է սկսվելու այն, որ մենք չենք թողնելու, որ մեր եկեղեցու խաչը իջացնեն, կիսալուսին դնեն, մենք չենք թողնելու, որ ֆեյք պատարակներ անեն, մենք չենք թողնելու, որ այս երկրում որևէ մեկը ընտանեկան անդորը, ընտանեկան վարքերը խախտի։ Գիտեք, շատ վատ բաներ է տարածված մեր հանրապետությունում հիմա ու սա սկիզբն է լինելու, սա այն փոքրիկ սկիզբն է լինելու, որը որ իր չափերով է փոքրիկ, բայց իր գաղափարապես շատ մեծ հաղթանակ ենք մենք տոնելու այսօր երեկոյան մեր համայն աշխարհի հայերին, Հայաստանի բոլոր քաղաքներից հրավիրում եմ Էջմիածին այդ տոնակատարությանը մասնակցելու, այսօրվա մեր հաղթանակը մեր հետ կիսելու, մեր հաղթանակը մեր հետ տոնելու, որովհետև երբ որ Մայրաթորի դեմ հարձակում է լինում, ամբողջ Հայաստանից գալիս են մեր հետ կանգնած պաշտպանում են Մայրաթորը սատանիստներից, այլախոհներից։ Հիմա այսօր ես բոլորին հրավիրում եմ այդ մեր հաղթանակը մեր հետ գան կիսեն, մեր հետ ուրախանան, մեր հետ ծափ տան, մեր հետ կիսեն ու այդ հաղթանակի կանթեղը տանեն իրանց համայնքները, տանեն իրանց քաղաքները, տանեն իրանց գյուղերը, որ այդ լույսը տարածվի ամբողջ Հայաստանով մեկ։ Կարծեք մասնակցության հետ կապված վերջին տարիներին եւ համայնքներում եւ Երևանում դժգոհություններ կան, մարդիկ ավելի քիչ են մասնակցում ընտրությանը, այն մարդիկ, ովքեր չեն մասնակցելու կամ որոշում ունեն չմասնակցելու այսօր, ինչ կհորդորեք։ Միանշանակ եկեք մասնակցեք, միանշանակ եկեք ձեր քվեաթերթիկով ցանկացած քվեաթերթիկ ես համարում եմ այսօր փամփուշտ է, այդ քվեաթերթիկ չէ, ձեր մի փամփուշտը օգտագործեք հայրենիքը փրկելու համար, այդ փամփուշտը մի թողեք տունը զապաս դրված պահած, բերեք օգտագործեք այդ ձեր քվեաթերթիկը, որը ճակերտների մեջ կարող է ես անվանում եմ որպես փամփուշտ։ Բերեք ձեր քվեով, ձեր մասնակցությամբ լուման դրեք վաղվա մեր հաղթանակների։ Ես եմ շնորհակալ, լավ օր ձեզ։